Շնորհակալություն։ Ես մի այլ հարց եմ ուզում տալ։ Ես պարզ է, որ այս հարցով այս կարգավորումը որոշակի խնդիր կլուծվի, բայց դուք ինձնից լավ գիտեք, որ մի առավել կարևոր հարց կա, որի պատճառով տուժում են պոտենցիալ առումով տասնյակ հազարավոր մարդիկ, խոսքը վերաբերվում է կադաստրային քարտեզին եւ դրա հետևանքներին։ Այլ կերպ ասած, երբ որ Երևանի ինչ-որ բնակիչ ցանկանում է նորոգել իր տան, իր օրինական տան, որը մինչև այդ ինքը իմացել է, պատը, որը փլուզման վիճակի մեջ է գտնվում եւ կարող է փլվել իր ընտանիքի անդամների գլխին, նա խնդրի առաջ է կանգնում, որովհետեւ պարզվում է, որ կադաստրային քարտեզը չի համապատասխանում փաստացի սահմաններին։ Եվ այդպես շարունակ տուն տան վրա մեկը համադրության խնդիր է առաջանում։ Այս խնդիրը մենք ո՞նց ենք լուծելու, երբ ենք լուծելու, որովհետև դրա հետ կապված բազմաթիվ մարդիկ հայտնվել են փակուղային վիճակի մեջ, կամ պետք է ապօրինի շինարարությամբ զբաղվեն, որը հետագայում ձեր ասածով ինքը չի կարող արժևորել, այսինքն փաստաթուղթ չստանա, կամ պետք է, ասենք, գիշերը աղոթի, առավոտ աղոթի, որ այդ պատը չփլվի իր վրա։ Հիմա ո՞նց ենք անելու, այս լուծումը ո՞նց է լինելու։ Խնդրեմ, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն։ Իրականում այս հարցը ես համարում եմ անշարժույթի ոլորտի աքիլեսյան գարշապարը, ինքս էլ ամեն օր զբաղվում եմ նման խնդիրներով, այդ թվում եւ սոցցանցերով, քաղաքացիների կողմից ստացվող դիմումներով եւ գրավոր բազմաթիվ հարթակներով։ Ինչ է տեղի ունենում այստեղ։ Ես ուզում եմ, որ իրական պատկերը մենք ճիշտ ընկալենք, որ նաև ակնկալիքները լուծումների վերաբերյալ լինեն ճիշտ ժամկետային եւ ձևաչափով։ Ուրեմն չկա այնպիսի զարգացած երկիր, որտեղ սեփականության ինստիտուտը գործում է դարով, այսպես ասված, եւ այդ պետությունում չլինեն կադաստրային քարտեզների սխալներ։ Իրականում կարող ենք ուսումնասիրել, կհամոզվենք եվրոպական զարգացած պետություններում էլ այդ խնդիրը կա, մնացած աշխարհի մնացած երկրներում էլ այդ խնդիրը կա։ Մեզ մոտ այս ինստիտուտը սեփականության ինստիտուտի ներդրման ժամանակահատվածում օգտագործված տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվել են բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրները մեզ հետ ապրում են, ինչպես որ օրինակ ապրում են եվրոպական այնպիսի պետությունների հետ, որոնք որ օրինակ գրանցման օրենսդրություն ունեն 100 եւ ավել տարի, եւ միևնույն ժամանակ այսօր թվային տեխնոլոգիաներում, երբ որ տեղեկատվությունները ինտեգրում են միմյանց, տեսնում են, որ կադաստրային քարտեզներում հարևանների միջև սահմանների անհամապատասխանություններ կա։ Ուզում եմ ասեմ, դա երկար process է, երկարաժամկետ, եւ երբ որ մենք ժամանակին իրականացրել ենք այս քարտեզագրումը եւ իրեն տվել ենք իրավական ուժ եւ ասել ենք, որ իրավունքի պետական գրանցման հիմք փաստաթղթերից մեկն էլ կադաստրային քարտեզն է, մենք մարդկանց իրավունքները գրանցել ենք համապատասխան կոորդինատներով, այսպես ասված, եւ այո, այսօր այդ խնդիրը բացվում է, երբ որ մարդիկ գալիս են եւ ուզում են հարևանի հետ ճիշտ սահմանագիծ ունենալ եւ բախվում են խնդրի հետ։ Մենք խորապես գիտակցում ենք այս խնդիրը։ 2021 թվականին օդային լուսանկարը իրականացվել է հենց այս նպատակով, կադաստրի կոմիտեի հիմնական ուղղությունը եղել է հենց սա, որ մենք իրականացնենք օդային լուսանկար եւ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Ես ուզում եմ իրավիճակը նաեւ մեկ աստիճան եւս խորացնել։ Կադաստրային քարտեզները պահվել են առանձին համակարգիչներում։ Երբ որ մենք ասում ենք խնդիրներ կան վարչական սահմանների հետ, համադրումներ կան եւ խնդիրներ կան այդ հողերի հետ, ինչա տեղի ունեցել 930, եթե կսխալվեմ, կարող է պլյուս-մինուս որոշակի թիվ բնակավայրերի կադաստրային քարտեզներ պահվել են առանձին համակարգիչներում։ Մի համակարգչում եղել է մի քարտեզ վարվել է մի մասնագետի կողմից կամ մի 5-6 բնակավայր վարվել է մի մասնագետի կողմից եւ մնացածը վարվել է մեկ այլ մասնագետի կողմից եւ սրանք մեկ միջավայրի մեջ չեն եղել։ Այսինքն այդ խնդիրները բովանդակային առումով եղել են այնտեղ,
բայց իրենք կադաստրային քարտեզները մեկ միջավայրի մեջ չեն եղել։ Օդային լուսանկարահանումը անելուց հետո մենք դրանք հավաքեցինք մեկ միջավայր։ Ինչն է սրա կարևորությունը, որովհետև երբ որ մենք խոսում ենք տարածական տվյալների մասին, մենք պետք է կարողանանք ունենալ ինտեգրված տեղեկատվական շտեմարաններ, որտեղ որ կադաստրային քարտեզները առցանց վարվում են եւ ներդրողները կարող են հենց այդ պահին տեղեկատվություն ստանալ տվյալ տարածքի սեփականության տեսակի եւ ձևի վերաբերյալ։ Եվ սա տնտեսության կարևորագույն գործիքներից է եւ մենք սա ներ ենք դնում այդ նպատակով, բայց միևնույն ժամանակ սա բացահայտում է բազայում եւ համակարգում առկա խնդիրները։ Եվ այս խնդիրները բացահայտվելուց հետո 2021 թվականին մենք պիլոտային 4 բնակավայր ուղղեցինք, հետո ընդունեցինք կառավարության որոշում 2021 թվականի սեպտեմբեր ամսին 698 կառավարության որոշումը, որով կադաստրի կոմիտեն սկսեց մասսայական ուղումներ անել, այսինքն վերցնում ենք մեկ բնակավայր, իրեն բաժանում ենք կադաստրային թաղամասերի բլոկների ու հետո սկսում ենք սրանք ամեն մեկը վերցնել, տեղադրել իր ճիշտ տեղոթային լուսանկարի վրա։ Եվ երբ որ մենք ասանք տեղադրում ենք ճիշտ իրանց վայրերում, տեղադրում ենք համապատասխան թաղամասերով, որոշակի խնդիրներ լուծվում են։ Այնուամենայնիվ հարևանը հարևանի հետ վեճը շարունակում է մնալ։ Հիմա սրա լուծման համար մենք ինչ ենք անում։ Եթե ես սխալվեմ, այսօր կամ ուրբաթ օրը մենք օրենքի նոր նախագիծ ենք ուղարկել արդեն կառավարություն, որը մեր 6 ամսյա առաջնահերթությունների մեջ էր, եւ այդ օրենքի նախագծով վարչարարության որոշակի ռեժիմ ենք սահմանում կադաստրային քարտեզների ուղղման համար։ Եվ ասում ենք հետեւյալը, երբ որ հարևանները օրինակ չեն կարողանում համաձայնության գալ, մի դեպքում համաձայն չեն, մյուս դեպքում հարևաններից մեկը սեփականատերը մահացած է, մյուս դեպքում երկրում չէ, հնարավոր չի գտնել մարդկանց, այո, այս պարագայում այս օրենքը, որը մենք առաջարկել ենք գույքի գրանցման օրենքում փոփոխությունների փաթեթ, այդտեղ ներ է դնում այնպիսի գործիքակազմ, որ այդ տեղեկատվությունները կադաստրի կոմիտեն ներկայացնելուց հետո մենք պետք է վարչարարություն իրականացնենք, ներ ենք դնում նոր էլեկտրոնային համակարգ չափագրող համայնք կապը ապահովելու համար, որպեսզի չափագրողը չկա եւ հանութագրում իրականացնի, այնուհետեւ տա մարդուն ու մարդը մնա այդ փաթեթի հետ միայնակ, այսպես ասված, այսինքն ինքը բնակիչը կարա չպատկերացնել, թե ինչ է այդ կոորդինատը, ինչ է սա նշանակում, այլ մենք դնում ենք էլեկտրոնային համակարգ եւ համապատասխան պահանջ ենք ձևակերպել օրենքով, որ ինքը պետք է փաթեթը ուղարկի համաձայնեցման էլեկտրոնային համակարգի միջոցով ստանա համաձայնությունը համայնքից եւ համապատասխանաբար եթե չկան արդեն հարևանների համաձայնությունները իրավունքի կասեցումից հետո պետք է կարողանան վարչարարության որոշակի գործիքակազմի առկայության պարագայում այնուամենայնիվ որպես վերջնահարցում հասնել հարցի լուծմանը։ Սա նախաձեռնություն է նոր օրենքի, որը արդեն ուղարկված է կառավարություն, քննարկենք, հասկանանք, գործընկերների առաջարկությունները կլսենք, վերջի վերջո կհայտնվենք ազգային ժողովում այս հարցի կարգավորման համար, բայց կրկնում եմ, որ կադաստրային քարտեզները, քանի որ իրավահաստատող փաստաթղթեր են եւ դրանցով որոշվում է հողի տեղադիրք սահման, այստեղ շատ բարդ կլինի որոշակի մեկ քայլանի գործիքակազմով լուծել այս խնդիրը առանց հաշվի առնելու հարևանների միջև փոխադարձ հարաբերությունները։ Մի քիչ երկար ստացվեց կներեք, բայց փորձեցի բովանդակային Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Հա, դուք արդեն արձագանքում եք, արձագանք եմ, որ շատ ժամանակ չկորցնենք։ Տեսեք, դուք ներկայացնում եք այն, ինչ որ պետքա լուծվի եւ շատ ճիշտ եք ներկայացնում։ Այստեղ ասում եմ, որևէ վեճ եւ քննարկում չի կարող լինել, բայց այս պահին մեր քաղաքացիները այս խնդրի պատճառով կանգնած են անլուծելի խնդրի առաջ։ Հիմա այս մարդիկ ինչ պիտի անեն։ Այս մեր process-ները կարող տևեն տասնյակ տարիներ, բառից բուն իմաստով։ Հիմա մարդը խնդիր ունի։ Մենք չենք կարող արդյոք ճկուն լուծում գտնել, քարտեզները ունենք արդեն վերևից, այսինքն արբանյակներից ստացված կոնկրետ միթե դժվարը մարկը, ասենք կարևորել, ասել, որ Հայաստանի Հանրապետություն պետության համար ամենակարևոր արժեքը ի վերջո մարդն է։ Եվ այդ մարդու համար մենք այստեղ նստած, այստեղ հավաքվում։ Հիմա այդ մարդը փողոցում կանգնած մոտենում է ինձ ու ասում է. հիմա դուք ինձ ասեք, ես ինչ անեմ։ Եվ պատմա, որ ավելի քան 1 տարի
անդադ նամակագրության մեջ է կադաստր, քաղաքապետարան, կադաստր, այդ ընթացքում այդ վտանգավոր պատը արդեն, ասենք, կարող է մի հատ լավ քամի լինի, քանդվի։ Հիմա այդ մարդու խնդիրը մենք ո՞նց ենք լուծելու։ Չէ որ կա լուծում, չէ։ Մենք ինչ ենք ասում, դե լավ, դե այս 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն դուք դիմեք քաղաքապետարան։ Քաղաքապետարանն է ասում 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն դիմեք կադաստր։ Ու այսպես սենց գնում գալիս են, բայց փաստացի այդ մարդու խնդիրը լուծում ունի, որովհետև կա կադաստրի քարտեզ, կա ոչ հավասարակշռված հարևան, որը ընդամենը ուզում է ենթադրենք վնաստալ եւ ասում է ես համաձայն չեմ, որ դու այդ պատը սարքես։ Լավ, բա այդ լուծումները պետքա պրակտիկ էլի անցնենք, ես առաջարկում եմ ուղղակի անգլիական տարբերակով լուծման գնանք, այսինքն կա խնդիր, կա փաստ, կա լուծում, որի հիման վրա անցնենք մնացած լուծումներին։ Այսինքն չսպասենք, որ բոլորը լուծվեն։ Ես հարցիս իմաստը էսա, համաձայն չեք արդյոք այս կարծիքին, որ եկեք ով կդիմի, ով խնդիր կունենա, տեղում արագ այդ մարդու խնդիրը կարգավորենք այդ ստացված արբանյակային լուսանկարներով, հետո ով կդիմի, կա ու մեկը 7 տարի հետո է այդ խնդրին բախվում, մեկը 14 տարի հետո այդ ժամանակ այդ մարդու խնդիրը լուծենք, բայց չասենք, գիտես, այ որ դու չեկար 26 թվին, այդ էս էլ վերջ, դու խնդիրը չես կարա լուծես։ Ես էս տեսական եմ ասում, բայց հիմա այս պահին էս մարդիկ ինչ անեն, խնդիր է, չէ։ Ես դուք էլ գիտեք իմ ազգականի, մոտ ազգականի հետ կապված հարցը 2 տարում այդպես էլ լուծում չեղավ, որովհետև ասում են դե որ 2003 թվին քաղաքապետարանի աշխատողը սխալ թիվ ա գրել վերջ, ուրեմն գրել ա դե լուծում չկա, մարդը օրինական բան չի կարա ստանա, թուղթ որ այդ տունը իրան նայի, դա ինչ էլի։